Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ-ն Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարով։ Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները։ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, նաեւ առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։ Հայ-բրազիլական հարաբերություններ, նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը բրազիլական ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող Ֆոլհային։ Փաշինյանը չի բացառել էսկալացիայի վտանգը նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո։ Ազգային ժողովում ճեպազրույցում արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն է անդրադարձել լրագրողների այս առընչությամբ դիտարկմանը, նշել այդ դեպքում մեծ գործ ունեն անելու միջազգային կառույցները։ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել։ Նախագիծը կընդգրկվի առաջիկա ազգային ժողովի նիստի օրակարգում։ Անկարան արձագանքել է ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է առանց Բաքվին տեղյակ պահելու։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունը։ Թուրքիայում կառավարության ճնշումները չեն թույլատնում փողոցային պայքարը, ավելին այն նոր թափ է ստանում ընդդիմադիր գործիչ Էմամօղլուի կալանավորումից հետո։ Ինչպես է զարգանում փողոցային պայքարը Թուրքիայում, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի Այդա Կիրակոսյանը։ Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ, իսկ մարտի 10-ից մեկնարկել են սանիտարական էտի ու ձևավորման աշխատանքները։ Կայացել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Երևանում Իրանի արտգործնախարարը Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այցի ընթացքում նախատեսված է նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժգրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաեւ վարչապետ Փաշինյանին։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ օրակարգային հարցեր, կարևորելով քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը անդրադարձել են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին եւ մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի վերաբերյալ։ Նախորդ շաբաթ էլ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Բրազիլիայում էր, որտեղ հարցազրույց է տվել ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող Ֆոլային։ Նա խոսել է հայ-բրազիլական հարաբերություններից, նաև անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման եւ պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է կարևոր դրույթներ, որոնք եթե ստորագրվեն, վավերացվեն եւ կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին 1991 թվականի մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաեւ պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի եւ ամսաթվի վերաբերյալ, սակայն ցավոք տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի, արհեստական նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը եւ այսպես ասած ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք, հանդիպելու եւ ստորագրելու պայմանագիրը։ Մենք նաեւ առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները, սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, եւ հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման եւ վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը եւս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սակայն այնինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են։ Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նվազեցնենք պատերազմի ռիսկերը։ Ազգային ժողովում ճեպազրույցում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը չի բացառել էսկալացիայի վտանգը նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո։ Ըստ Հովհաննիսյանի, տվյալ դեպքում մեծ գործ ունեն անելու միջազգային կառույցները։
Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո նոր գործելավոճ չէ։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բոլոր գործընթացները, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել դրան։ Պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն այն է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է սահմանին երրորդ երկրի ուժեր տեղակայեն։ Պարույր Հովհաննիսյանն անդրադառնալով այդ հոդվածին նշել է. Խոսքը չի գնում միայն հետ քաշման, խոսքը գնում է նաև ապագայում հնարավոր ուժերի մասին։ Այդ առումով իհարկե տարբեր սցենարներ հնարավոր է։ Խոսքը գնում է երկու ստեկ բացառել երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանի վրա։ Միայն դա է կետը։ Փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը միշտ պրովոկացիաների է դիմել ու բարդություններ ստեղծել, այն ժամանակ, երբ հայկական կողմը քայլ առաջ է արել բանակցային գործընթացներում։ Նա նաև նկատել է, որ 58 երկիր եւ 10 միջազգային կազմակերպություն ողջունել են այդ գործընթացը։ Այնուամենայնիվ հայկական կողմը չի կարող որևէ երաշխիք տալ, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո իսկապես լինելու է խաղաղություն։ Այդ դեպքում ո՞րն է լինելու միջազգային կառույցների անելիքը։ Հովհաննիսյանի խոսքով Միջազգային ինստիտուտները այնտեղ են, թե ՀՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, ինչպես նշեցի, թե այլ ձևաչափերը։ Դա ընդունված կետ է տարբեր համաձայնագրերում, եւ որ երկու կողմերը քննարկում են այդ խնդիրները եւ խնդիրների չլուծման դեպքում կալ այլ միջոցներ, թե միջազգային դա նոր նշեցի միջազգային կազմակերպություններն են, դատական ացիաներն են եւ այլն։ Այսինքն դրա գործիքակազմը միշտ էլ մնում է յուրաքանչյուր կողմի օգտագործման նայության տակ։ Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել, Հովհաննիսյանը հիշեցրել է, ադրբեջանական կողմի նման գործելավոճը նորություն չէ, դա եղել է թե անցած, թե նախանցած տարիներին։ Պարույր Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանը գործակցում է բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Վերջերս այդ թեմայով հայկական կողմը խոսել է նաև Ռուսաստանի հետ։ Պարույր Հովհաննիսյանը նշել է. Արտգործնախարարների հանդիպումից հետո պայմանություն ձեռք բերվեց շարունակել խորհրդակցությունները եւ դա տեղի ունեցավ։ Իսկ այս հարցին դեռևս պատասխան չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ մենք բոլոր գործընկերների հետ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախապայմանին, փոխարտգործնախարարը նշել է, որ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները, սակայն դա հիմնականում կախված է խաղաղության գործընթացից։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե Բաքուն պահանջում է կասեցնել Հայաստանում դիտորդական առաքելությունը, որպես Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման։ Մենք չենք մեկնաբանում երկկողմ բանակցությունները։ Մեր առաքելությունը Հայաստանում քաղաքացիական առաքելությունն է 2 տարվա մանդատով։ Եմեն հանդիպել է Հայաստանում առաքելությունը վարկաբեկելու բազմաթիվ ջանքերի։ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ ծառայության խոսնակ Անիտա Հիպերը։ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ազգային ժողովի եւ ինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել։ Նախագիծը կընդգրկվի առաջիկա ազգային ժողովի նիստի օրակարգում։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ այս օրենքը Եվրամիության անդամակցության հայտ չի հանդիսանում։ Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է անվտանգության այն համընդգրկուն համակարգը, որն ունի միությունը։ Այս մասին ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշակման հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հանրապետություն խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Անդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը հարցրել է, թե անվտանգության ոլորտում Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի Եվրամիությունից, ինչին ի պատասխան Զեյնալյանը նշել է. Հայաստանի Հանրապետությունը կանդամակցի Եվրոպական միությանը կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ։ Արմեն Գևորգյանը փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե գործընթաց սկսելուց հետո ինչ արձագանքներ է եղել կառույցից։ Ըստ փոխարտգործնախարարի Բրյուսելում սպասում են Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ընդունմանը։ Դրանից հետո պետք է ակնկալել արձագանքներ։
Միջոցառումը Հայաստանի փորձագետների համար էր, կար հրավիրված մեկ փորձագետ Եվրամիությունից եւ նպատակը ոլորտային հարցերին էր ուղղված ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի եւ այլ շրջանակներում Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը եւ ապա պետք է ակնկալել արձագանքեր Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այս պահին Եվրամիության կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է, որևէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին։ Այն կընդգրկվի Ազգային ժողովի Գումար նիստի օրակարգում։ Առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը։ Հայաստանի Հանրապետությունն արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը նախադասությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է. կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի։ Նախագծի տեքստի երկրորդ հատվածը եւս խմբագրվել եւ վերաշարադրվել է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Տեղի ունեցել նաև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված միակ հարցը աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքի նախագիծն էր, որը սահմանում է պետության մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների պարտականություններն ու գործողությունների ընթացակարգերը բնական կամ տեխնացին աղետների դեպքում և նախատեսում է կանխարգելման, արձագանքման, վերականգնման և պաշտպանական միջոցառումների ամբողջական համակարգ, ընդգրկելով ազդարարման, տարհանման, պատասպանման և կենսապահովման գործընթացները։ Խոցելի խմբերի կարիքներին հատուկ նոր կարգավորումները միտված են ստեղծել դիմակայուն և պատրաստված հանրություն, օրենքը ուժի մեջ կմտնի 27 թվականի հունվարի 1-ից փոխարինելով 1998 թվականի ընդունված գործող օրենսդրությունը։ Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության գործող օրենքն ընդունվել է դեռևս 1998 թվականին եւ ըստ էության չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին եւ ստանդարտներին։ Բացի այդ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա աղետների ռիսկի գիտակցման ոչ բավարար մակարդակ, հատկապես բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետների դիմակայության մշակույթի ձևավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաև հետևանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով։ Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկված յուրաքանչյուր մարմին, կազմակերպություն, ինչպես նաև յուրաքանչյուր անհատ իրեն վերաբերելի մասով պետք է ամենօրյա քայլեր ձեռնարկի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացման ուղղությամբ նվազագույնի հասցնելով հետևանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար ապատեղեկատվություններ էր տարածում, պնդելով, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է այդ տեղեկությունները, նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ստեղծված իրավիճակում երկու հարց է առաջանում. Ինչ մարտավարություն է այսօր որդեգրել Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում եւ ինչ նոր ու ապատեղեկատվական որոշումներ սպասել նրանից։ Այդ հարցերի պատասխանները գտնելու նպատակով տեղի է ունեցել քննարկում։ Ադրբեջանի ակտիվացման, ռազմական առումով ակտիվացման նպատակն է ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրենց իհարկե այսպես տեսանկյունից եւ իրենց շատ պարզամիտ հաշվարկներով, որ Հայաստանը մի կողմից պայմանավորվում է համաձայնեցնում է վերջնականորեն տեքստը, բայց մյուս կողմից պատրաստվում է ռևանշի հայ հասարակությունում բավականաչափ մեծ մակարդակի հասնում ռևանշիզմը եւ այլն եւ անգամ դեռևս անցած 2 ամիսների ընթացքում իրենք խոսում են ապրիլի ընթացքում հավանական էսկալացիայի մասին եւ անգամ ամսաթվեր են դրա վերաբերյալ ապրիլի 20-ի կողմերը, եթե չեմ սխալվում, անգամ նշում են, որ Հայաստանը պատրաստվում է էսկալացիայի, հա։ Այսինքն հիմնական նպատակը հենց դա է, ցույց տալը, որ
որքան միջազգային հանրությունը տեսնում է այսպես դրական իրավիճակ մեր տարածաշրջանում, Ադրբեջանի Հայաստանի միջև կոնֆլիկտի հանգուցալուծման հնարավորություն, այնուամենայնիվ դա սին այսպես տպավորություն է, որովհետև Հայաստանը պատրաստ չէ եւ չի ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորել, այլ պատրաստում է ռևանշի։ Անկարան արձագանքել է ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է առանց Բաքվին տեղյակ պահելու։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկության դեմ պայքարի կենտրոնը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որոշ լրատվամիջոցներում տեղ գտած Թուրքիայի անսպասելի քայլը սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա, մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումը եւ վերադարձը ապահովելու նպատակով, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ադրբեջանական Real TV-ն տեսանյութ է հրապարակել, որում նշվում է, թե հայ-թուրքական սահմանի բացումը ներկա պայմաններում Բաքվի համար անընդունելի է։ Դրանում նաև ասվում է, որ նման որոշում կայացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացակայության պարագայում հարվածում է թյուրքական աշխարհի շահերին։ Թուրքիայում կառավարության ճնշումները չեն թույլատրում փողոցային պայքարը, ավելին ըստ վերջին տվյալների հրավիրված հանրահավաքին շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցել եւ չնայած Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը շարունակում է մնալ ճաղերի հետևում, միևնույն է նրան 3 ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն ընտրեցին որպես հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու։ Ինչպես է զարգանում փողոցային պայքարը Թուրքիայում, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի գործընկեր Հայդա Կիրակոսյանը։ Այդա եւ այսպես կարծես նշмарվում է, որ Էրդողանի հակառակորդը վերջնականապես նախագահական ընտրություններում լինելու է Իմամօղլուն։ Ինչ իրավիճակ է Իմամօղլուի շուրջ դատական գործընթացը։ 4 օր անց ձերբակալությունից նրան կալանավորեցին, դատարանը մի քանի մեղադրանք է առաջադրել, Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու եւ կաշառակերության համար։ Ի սկզբանե կոռուպցիոն գործերով էին ձերբակալել, հետո արդեն այսպիսի քրեական գործեր եւս առաջադրվեցին։ Պաշտոնյան բնականաբար ցուցմունք է տվել եւ հերքել է բոլոր մեղադրանքները, որոնք իրեն առաջադրվել են եւ կրկին պնդում է, որ այնինչ կատարվում է իր հետ միայն բացառապես քաղաքական ենթատեքստ ունի եւ քաղաքական հիմքով է իրականացվում այս հետապնդումը եւ բնականաբար կոչ է անում շարունակել պայքարը, որն ուղղված է արդեն ոչ թե իր պաշտպանությանը, ինչպես նշում են հանրահավաքում իր ընդդիմադիր կուսակիցները, այլ ամբողջ Թուրքիայի ժողովրդավարությանը եւ ազատ ապագային։ Եվ ինչպես երեք հանրահավաքի ժամանակ նշեց կուսակցության առաջնորդը, իսկապես Էրդողանի այսպիսի բռնաճնշումները, այնինչ կատարվում է փողոցում եւ Իմամօղլուի դեմ, տվեցին իրենց հակառակ էֆեկտը եւ ոչ թե ծառայեցին իշխանությանը, այլ ընդհակառակը, ընդդիմությանը եւ վարկանիշը ըստ երևույթին օրորի այլ ավելի աճում է այս բռնաճնշումների ֆոնին։ Այս ամենի մասին վկայում են ոչ միայն պարզապես ելույթները եւ մեր կարծիքը ուղակի, այլ այն, ինչ երեք տեղի ունեցավ primary-զում։ Երեք Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Օզգյուր Օզելը հայտարարեց, որ primary-զի ժամանակ Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետի օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։ Primary-զի վերաբերյալ եւ նախնական այսպիսի բարձր ցուցանիշի վերաբերյալ հրապարակում է արել նույնիսկ Իմամօղլուն եւ բանտից X-ում գրել է, ես ուզում եմ մեջբերել իր խոսքը։ Ցանկանում եմ Սիլիվրիի բանտից ձեզ հետ կիսվել ինձ շատ ուրախացնող նորությունով։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք տառապում են իշխանության ճնշումներից, քայքայված տնտեսությունից, անկարողությունից եւ ապօրինություններից, քվեարկել եւ Էրդողանին ասել են բավական է։ Եվ ժողովրդահանրապետականի առաջնորդը վստահեցնում է, որ Իմամօղլուի թեկնածությամբ իրենք կարողանալու են հաղթել նախագահական ընտրություններում, որովհետև այսքան մարդ իրենց թիկունքին է կանգնած, եւ եթե հանկարծ Իմամօղլուի թեկնածությունը արգելափակվի, ապա այս բողոքի ցույցերը վերաճելու են համապետական հանրահավաքների եւ գնալու են մինչեւ վերջ, մինչեւ կհասնեն իրենց ուզածին։ Այդուհանդերձ իշխանությունները նշում են, որ անօրինական է այս ամենը եւ ասում են, որ ավելի կոշտ միջոցների են գնալու։ Մենք տեսնում ենք ոստիկանների բիրտ կոպիտ ուժը ինչպես է տգեղ եւ շատ տհաճ ձևով դրսեւորվում ցուցարարների հանդեպ։ Այս մասով ինչ նոր մեկնաբանություններ ունես։ Ծեծուժարդ է բոլոր փողոցներում, սկսած Ստամբուլից, որտեղ ամենամեծ հավաքներն են անցկացվում, նաեւ Անկարայում, Իզմիրում, որտեղ երեք ջրի մեծ շթերով փորձել են ցրել ցուցարարներին, բայց ցուցարարները ի
զարման բոլորիս կարողացել են մեկ ամբողջ պատ կազմել եւ կանգուն մնացել են մինչեւ վերջ, մինչեւ ուղակի ջրցան մեքենաները հեռացել են հրապարակից։ Բավականին հետաքրքիր կադրեր կան համացանցում, վստահ եմ բոլորը տեսել են։ Եվ Թուրքիայում բողոքի ցույցերից ի վեր, այսինքն 4-5 օրվա ընթացքում 1000-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, ձերբակալվել տարբեր հոդվածներով, ել չասեմ վիրավորների մասին, քանի որ երկու կողմում էլ եւ ցուցարարների եւ ոստիկանների մարմնական տարբեր վնասվածքներով, տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորներ կան, 123 ոստիկանի մասին է խոսել ներքին գործերի նախարարությունը, փոխարենը չեն ասում թե քանի ցուցարար է վիրավորվել, ամեն դեպքում համացանցում եւս այս մասին շատ տեսանելի կադրեր կան, որոնք խոսում են այն մասին, թե ինչպես կարող է բիրտ ուժ կիրառել Էրդողանի ռեժիմը եւ առանց խնայելու կանանց, անչափահասներին, երիտասարդներին, գիտենք, որ Ստամբուլի համալսարանի ամբողջ ուսանողական կազմն է ներկա ցույցերին, նրանց բիրտ կերպով ճնշում են։ Եվ չնայած իշխանությունները արգելել են առհասարակ հանրահավաքներ կազմակերպել, ոստիկանական շատ մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել հրապարակներում, նույնիսկ մուտք ու ելքը տարբեր քաղաքներում սահմանափակված է։ Միևնույն է, տեսնում ենք, որ հրապարակները երեկոյան ժամերին հատկապես լեփ-լեցուն են լինում, այս կադրերում երևում է ինչպես են արցունքաբեր գազ կիրառում, պայթուցիկ նռնակներ եւ այլն։ Եվ միաժամանակ պարում։ Այո, պարում են եւ հեղափոխական, այսպես ասած, շատ հետաքրքիր մեթոդներ են քաղաքական օգտագործվում, որոնք մեզ եւս ծանոթ են բավականին քաջ։ Ամեն դեպքում չեն կարողանում ճնշել իշխանությունները, դեռևս նույնիսկ 3 տարբեր տվյալների համաձայն դու էլ նշեցիր, որ 1 միլիոնից ավելի ցուցարարներ են եղել փողոցում։ Այդա Բոսֆորի խելագարը բռնապետը ինչպես աշխարհում ընդունված է նրան ասում են Էրդողանը արդյոք հետևում է այս իրադարձություններին եւ ինչպես է մեկնաբանում։ Իհարկե հետևում է, հուսով եմ լրջորեն է հետևում, որովհետև փողոցում կատարվողը վերջին մի քանի տասնամյակների համար պատմական է։ Էրդողանը կրկին մեղադրում է ընդդիմադիրներին, ասում է, որ շոու է կանում, հերքում է բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են իրեն, եւ թերահավատորեն է ընդհանրապես վերաբերվում կատարվողին։ Ես մի փոքրիկ մեջբերում անեմ, հանրահավաքները փակուղի են մտնում, այսպիսի կարծիք ունի Էրդողանը 1 միլիոնանոց հավաքների մասին։ Նա փողոց է կանչում, նկատի ունի ընդդիմությունը, փողոց է կանչում մարդկանց գողությունը, ապօրինությունը, կեղծիքը պաշտպանելու, դա անպատասխանատու քայլ է։ Եվ որպիսի իր այս ասածին չհակասեն այն կադրերը, որոնք իրական են, արգելել են գրեթե բոլոր մեծ հեռուստաընկերություններին ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել փողոցում կատարվողը։ Սա հետաքրքիր ճնշում է, ինչին եւս մենք ծանոթ ենք եւ առհասարակ բոլոր այն երկրներում, որտեղ այսպիսի իրադարձություններ են զարգանում, սա համար մեկ գործիքն է իրազեկումը ճնշելու եւ խաթարելու։ Ամեն դեպքում սոցիալական էջերն այսօր այնքան ակտիվ են աշխատում, շատ հասանելի է եւ մենք բոլորս Հայաստանից նույնիսկ նստած հետևում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայի փողոցներում 24/7 ռեժիմով։ Ընդդիմադիրներն էլ երեք հայտարարեցին, որ իշխանությունների այսպիսի վարքագիծը իրենց ընդհանրապես չի ընկճում, չի հիասթափեցնում եւ իրենք արդեն ընդհակառակը համակարգված պայքարի են անցնում։ Կանգ չեն առնելու, շարունակելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց ուզածին։ Տեսնենք արդեն այսօր երեկո պարզապես հետևել ինչպես կընթանա։ Այո։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը Վաշինգտոնում կընդունի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ռուբիոյի եւ Ֆիդանի հանդիպման օրակարգը դեռևս հայտնի չէ, սակայն ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններն ու ռուս-ուկրաինական պատերազմը։ Սա կլինի Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Թրամփի նոր վարչակազմի օրոք։ Մյուս նորությունները տեսաշարով։ Ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում բանակցություններ են անցկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը բանակցությունները արդյունավետ է համարել։ Մենք քննարկել ենք առանցքային հարցեր, այդ թվում էներգետիկային առնչվող։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի նպատակն է ապահովել արդար եւ տևական խաղաղություն մեր երկրի եւ մեր ժողովրդի, հետեւաբար նաեւ ամբողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ, ասել է Ումերովը։ Քննարկումները տևել են մոտ 5 ժամ ընդմիջումով, Ումերովը չի հստակեցրել, արդյոք մարտի 24-ին նոր հանդիպումներ նախատեսվում են թե ոչ։
Իրանը ճնշման տակ ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, այս մասին Թասնիմ գործակալության փոխանցմամբ ասել է արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Սա մեր հստակ քաղաքականությունն է եւ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել մյուս կողմի վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ։ Իհարկե անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է եւ մենք դա կարող ենք անել տարբեր խողովակներով։ Մեր նպատակն ու առաքելությունը երկրի ու ժողովրդի ազգային շահերի եւ ազգային անվտանգության գիտակցումն է եւ այս առումով մենք բաց չենք թողնի ոչ մի հնարավորություն, ասել է նա։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին խնդրել է ցրել խորհրդարանը երկրում վաղաժամկետ ընտրությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 28-ին, տեղի կունենան ապրիլի 28-ին։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին։ Մարկ Քարնին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կոտրել Կանադան, որպեսզի Ամերիկան կարողանա տիրել հարևան երկրին։ Նա խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել Կանադայի ինքնիշխանությունը։ Անդրադառնալով թեմաների ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի կառավարության ծրագրի 24 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի եկամուտները 24 թվականին կատարվել է 95.8%-ով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանն էլ հավելել է, որ հարկահավաքման գործընթացում մեծ դեր է ունեցել շինարարությունը։ Բյուջեի եկամուտները 2024 թվականին կատարվել են 95.8%-ով, ծախսերն իրականացվել են գրեթե 94%-ով, պետական տուրքերը մոտ 93%-ով։ Այս մասին ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ըստ նրա ծախսերի մասով ցուցանիշը 16%-ով ավելի է, քան 2023 թվականին եւ 9.3%-ով ավելի է եկամուտների մասով։ 25 թվականի պետական բյուջեում առաջին անգամ ներառվել են կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմը։ Սա շատ իմ կարծիքով բավականին էական քայլ է մեր բյուջետային ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Անդրադառնալով պետական պարտքին, նախարարն ասաց, որ նախորդ տարեվերջին այն կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 միլիարդ դոլար։ Նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2%-ով։ Սակայն ուրախալին է, որ պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում եւ կազմել է 48.3%, որը 0.1%-ով ավելի ցածր է, քան 2023 թվականին։ Սակայն վերջին 7 տարում հարկեր հնացուցանիշը բարելավել է 2.8%-ային կետով, 20.8%-ից հասնելով 23.6%-ի։ Հաջորդիվ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կենտրոնական բանկի նախագահին հարց ուղղեց քաղաքացիների ակնթարթային վարկերի միջոցով խարդախությունների զոհ դառնալու վերաբերյալ։ Մանավազյանը նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ դիմել են հայտարարելով, որ տեղեկացված չեն եղել իրենց անունով վարկի տրամադրման մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ արձագանքելով ակնթարթային վարկերի հետ կապված խարդախությունների դեպքերին խոստացավ վերլուծել եւ առաջարկել լուծումներ։ Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ կենտրոնական բանկը տեղյակ է խնդրից եւ այն արդեն քննարկվել է խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ։ Ըստ նրա խարդախները որոշակի եղանակով ձեռք են բերում անձնական տվյալներ։ Մենք ամեն մի ազգակի հետևից գնալու ենք, տեսնելու ենք խնդիրը համակարգային է, բանկինն է, պրոդուկտինն է եւ այլն, դրա վրա որոշումներ է կայացվելու, որ հանկարծ մեր քաղաքացիները չունենան վստահության կամ որևէ ֆինանսական խնդիրներ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ ներկայացրեց, թե հարկերի հավաքագրման գործընթացում նախորդ տարվա համեմատ ինչ դրական զարգացումներ կարող են լինել 2025 թվականին։ Ըստ նրա հավաքագրումները ցույց են տալիս, որ շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ։ Այս տարի բազմաթիվ շինարարություններ, հատկապես Երևան քաղաքում, խոսքը բնական շենքերի շինարարության մասին է, քանի որ մոտենում են ավարտին, այդտեղ կա պոտենցիալ ավելի մեծ հարկեր հավաքագրելու եւ երբ որ մենք նայում ենք օրինակ այս տարվա արդեն հավաքագրումները, շինարարությունը արդեն մեծ դեր ունի հարկահավաքման մեջ։ Մյուսը բանկային համակարգի հետ է կապված, այդտեղ արդեն ավելացած արժեքի հարկ չէ, շահութարկի մասին է խոսքը, քանի որ բարձր աճեր ենք ունեցել 2024 թվականին եւ դրա աճերի օգուտ ըստեյության ստանալու ենք այս տարի շահութարկի տեսքով։ Մյուս խոշոր գործոնը դա է, որ թույլ կտա այդտեղ բարելավումներ ունենալ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Եկամուտների հայտարարագրման արդյունքում փոխհատուցումները ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը համարում է կյանքը բարելավելու նոր հնարավորություն։ Նրա խոսքով Հայաստանում քաղաքացիների կողմից հայտարարագրման տեմպերը ամեն շաբաթ աճում են։ Այստեղ կարևոր դերակատարում ունի նաև իրազեկումը։ Հայաստանում 15,000 քաղաքացի արդեն իսկ հայտարարագրել է իր եկամուտները եւ ամեն շաբաթ հայտարարագրման տեմպերն աճում են, հայտնում է ՊԵՏ եկամուտների կոմիտեի նախագահն ու նկատում. կարևորը ոչ թե այս պահի տվյալներն են, այլ դինամիկան, որն արձանագրվում է։ Երբ որ նայում ենք շաբաթական թե ինչ է տեղի ունենում, ապա մեր իրազեկման արշավները կարծում իրենց օգուտը բերում են, այդ թվում նաև սոցիալական կրեդիտների շրջանակին լայնումը նույնպես իր օգուտները բերում է։ Եվս այս պայդրությամբ 7000-ից ավել քաղաքացիներ արդեն սոցիալական կրեդիտներ են ստացել, 600 միլիոն դրամից ավել երեկվա դրությամբ եթե խոսենք։ Այս գործընթացում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև կառույցի կողմից կատարված իրազեկման աշխատանքներն ու մարզային այցերը։ Նախ առաջինը մարզային այցերն են, որոնք ակտիվ շարունակում ենք ու առաջին փուլը նախատեսում ենք այս ամսվա վերջ ավարտել, որի արդյունքներով կորոշենք լրացուցիչ ինչ այցերի կարիք կա։ Մյուս ուղղությունը կազմակերպություններ այցերն են, մենք խոշոր կազմակերպությունների հրավերով, այսինքն մենք ինքներս բաց լինելով հայտարարելով իրենց հրավերով կազմակերպում ենք այցեր, բայց նաև փոքր կազմակերպությունների համար մենք ինքներս ենք նախաձեռնում նմանատիպ իրազեկման հանդիպումներ, ինչպես մեր մոտ, այնպես էլ մեր սպասարկման սրահներում։ Քաղաքացիների համար հայտարարագրման գործընթացը հեշտացնելու նպատակով պետեկամուտների կոմիտեն պատրաստել եւ շրջանառել է նաև համապատասխան ուղեցույցներ։ Բացի այդ, մենք շաբաթական շատ ինտենսիվ ռեժիմով պարբերաբար վիդեոռոլիկներ, հրապարակումներ, տարբեր իրազեկման հոլովակներ պատրաստում ենք եւ տեղադրում մեր կայքում եւ մյուսը թվային պլատֆորմի ուղղությամբ արդեն աշխատանքն է, կայքը եւ մեր այս պահին գործող մոբայլ հավելվածը պարբերաբար կատարելագործում ենք ելնելով պահանջներից քաղաքացիների, բացի այդ աշխատում ենք նոր հավելվածի վրա, որի մասին վարչապետն էլ է խոսել, ես էլ եմ իմ հանրային ելույթներում խոսել, որը հնարավորություն է տալու շատ ավելի պարզ ձևով հեռախոսից այդ հայտարարագրումը իրականացնել։ Այս առումով քաղաքացիների մտահոգությունները հիմնականում կապված են տեխնիկական գործընթացների հետ, ինչի ուղղությամբ իհարկե կառույցն աշխատում է։ Տեսեք, մի օրինակ բերեմ, օրինակ կൂട്ടակային հատկացումները կենսաթոշակային ֆոնդերին, որ ուղարկում էին, նախկինում քաղաքացին ինքը պիտի լրացներ պետության կողմից հատկացված այդ գումարները, հիմա դա ավտոմատացված է։ Նախատեսում ենք հետագայում նաև բանկերի տեղեկատվությունը ավտոմատ ձևով միացնենք այդ համակարգին եւ ավտոմատ լրացվի եւ քաղաքացիները չգնան օրինակ փորձեն փնտրել թե իրենց ավանդների դիմաց ինչ տոկոսների ինչ եկամտային հարկ են վճարել կամ կենսաթոշակառուների համար կենսաթոշակները, նպաստառուների համար նպաստները։ Պետեկամուտների կոմիտեի նախագահը սոցիալական կրեդիտներից օգտվելը կարևոր է համարում, քանի որ ներկայում ընտանիքի անդամներին կրթական առողջապահական ծառայությունների դիմաց եկամտահարկից նվազեցումներ ունենալու եւ փոխհատուցումներ ստանալու լայն հնարավորություն են ձեռված։ Սոցիալական կրեդիտները քաղաքացիներին վճարվում են իրենց վճարած եկամտային հարկից, այսինքն քաղաքացին, երբ որ բարձր աշխատանք է կատարում եւ դրա դիմաց եկամտային հարկ է վճարում, այդ եկամտային հարկից վերադարձվում է իրեն սոցիալական կրեդիտ։ Հետևաբար այդ տեսանկյունից որևէ քաղաքացի կարծում անհանգստանալու կարիք չունի։ Ավելին ինքը նույնիսկ ստացվում է ավելի քիչ եկամտային հարկ է վճարում, իսկ մնացած մասը օգտագործում է իր եւ իր ընտանիքի անդամների մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի դիտարկմամբ սոցիալական կրեդիտները նույնիսկ ողջևորել են քաղաքացիներին եւ մոտիվացրել այս համակարգում հայտարարագրումներն ավելի ակտիվ իրականացնել։ 100,000 դրամը, որը որ կա սոցիալական կրեդիտի, չի ներառում իր մեջ հիպոթեքի վերադարձները։ Այսինքն քաղաքացին կարող է օգտվել եւ նրանից, եւ այս 100,000-ից տարեկան մակը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նրա խոսքով մարտի 10-ից Երևանում մեկնարկել են սանիտարական էտի եւ ձևավորման աշխատանքները, սակայն եղանակի տաքացման պայմանավորված հնարավոր է քաղաքի հարավային շրջաններում դրանք ավելի շուտ ավարտվեն։
Երևանի քաղաքապետարան նավականու որոշմամբ 12 նոր հաստիք կավելացնի փոշեկուլ մեքենաների վարորդների համար։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում։ Նշվել է, որ ներկայում ջրցան մեքենաների վարորդներն անցնում են ուսուցում նոր մեքենաները շահագործելու համար։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով հաստիկների կարիք կա։ Նախատեսում ենք մոտ ապրիլի 5-ից 7-ի կողմերը արդեն աշխատանքներ իրականացնեն։ Բայց եթե չեմ սխալվում, մենք այդտեղ մի հատ հարց ունենք, հավաքանիով պետք է հաստիկացուցակի 12 ավելացում անենք, ճիշտ է 12 հաստիկի ավելացում, որպեսզի տվյալ աշխատակիցները այդ հատուկ տեխնիկան սպասարկեն, այսինքն մեր հավաքանու նիստից առաջ մենք չենք կարող այդ մարդկանց գործի ընդունել, քանի որ հաստիկ չենք ունենա։ Այս պահին որոշակի մենք մեր ջրցանների վարորդներին ենք սովորեցնում, բայց այո, հաստիկների կարիք ունենք, հակառակ դեպքում չենք կարող աշխատացնել։ Հաջորդիվ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրվել է 2.322.673 վավերացում, որից տրոլեյբուսներում 83715, մետրոպոլիտենում 487.609 եւ ավտոբուսներում 1.751.351 վավերացում։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ նշել է, որ փետրվարի երկրորդ կեսից Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ։ Մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել է սանիտարական էտի եւ ձևավորման աշխատանքները, իրականացվում են ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների, իրականացվում են ավտոբուսային երթուղիների խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էտի աշխատանքներ, ինչպես նաև ներառված են թվով 300 բակեր, որոնք արդեն բնակիչների դիմումների հիման վրա խոստացված են բնակիչներին, 19 այգիներ եւ 18 ուրեմն փողոցներ եւ պողոտաներ։ Ըստ Արմեն Բեգոյանի էտի աշխատանքները մարտի 10-ից ապրիլի 10-ն են նախատեսված, սակայն հաշվի առնելով եղանակի կտրուկ տաքացումը, հնարավոր է էտի աշխատանքները Երևանի հարավային մասում ավարտվեն ապրիլի 1-ին։ Այս աշխատանքներին զուգահեռ մարտի 20-ից Թումանյան փողոցում սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր եւ հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները։ Փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, այս հատվածում, այս երկրորդ հատվածում փորձել ենք պահպանել թվով 30 քիչ թե շատ այսպես վտանգավորության աստիճան չունեցող 30 թեղի տեսակի ծառատեսակներ, որը ըստ մասնագետների չունեն այս պահին տապալման վտանգ, ուստի փորձել ենք դրանք պահպանել, արդյունքում քիմիական վերգետնյա եւ ստորգետնյա աշխատանքների արդյունքում կնայենք հնարավոր կլինի հետագայում դրանք երկար ժամկետով պահել, թե դրանք փոխարինվեն հաջորդի 1-2 տարվա ընթացքում։ Արդյունքում հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի ծառատեսակ եւ լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ։ Արդյունքում Թումանյան փողոցի երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։